Հաղորդման հովանավորն է «Տուն դեպո» կահույքի խանութ սրահը։ Հաղորդման հովանավորն է Dream Park հյուրանոցառեստորանային համալիրը։ Հաղորդման հովանավորն է Աջափնյակ բժշկական կենտրոնը։ Բարև երկիր, բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, վերջապես եկավ շաբաթ օրը եւ մեր հանդիպումը կայացավ այսօր մարտի 7-ն է, վաղը մարտի 8-ն է, Երանի սկզբում մարտի 8-ը լիներ, հետո մարտի 7-ը, բայց դե այդպես չի լինում։ Մենք կհամբերենք եւ վաղը կգա մեզ շնորհավորելու եւ ուրիշներին շնորհավորելու հիանալի տարբերակ եւ օր։ Մենք բարև երկիրն ենք եւ ունենք հրաշալի գործընկերներ, նրանք են Տուն դեպո խանութ սրահը, Dream Park հանգստյան գոտին եւ Աջափնյակ բժշկական կենտրոնը։ Այցելելով Աջափնյակ բժշկական կենտրոն դուք կստանաք յուրահատուկ մոտեցում, կլուծվեն բոլոր ձեր առողջական հարցերը, որոնք հնարավոր են, դե իսկ Լորվա Գողտրիկ բնության գրքում գտնվող Dream Park-ում դուք կարող եք կազմակերպել ձեր հանգիստը։ Հիշեցնեմ նաև այն հասցեները, որտեղով կարող եք հետևել մեր թողարկումներին, դրանք են Երկիր մեդիայի YouTube-յան եւ Telegram-յան ալիքները, ինչպես նաև Երկիր մեդիայի ու Բարև երկրի Facebook-յան ու Instagram-յան էջերը։ Դե ինչ, մենք շարունակում ենք մեր ընթացքը եւ ժամանակն է նաև արդեն ծանոթանալու այն տեղեկատվությանը, որը մենք առանձնացրել ենք ձեզ համար։ Այո։ Այսպես, 1981 թվականի այսօրը մարտի 7-ին բացվել է Երևանի մետրոպոլիտենը, Բարեկամություն Սասունցի Դավիթ առաջին հատվածի 4 կայարանով, իսկ կառուցումը սկսվել է դեռևս 1972 թվականից, հետագա տարիներին Կարեն Դեմիրճյանի ղեկավարության օրոք եւ նրա անմիջական հովանավորությամբ այն ընդլայնվել է։ Վերջին Չարբախի կայարանը շահագործման է հանձնվել 1996 թվականին։ Այսօր արդեն այն ունի 10 կայարան, գործող գծերի երկարությամբ Երևանի մետրոպոլիտենն աշխարհում զբաղեցնում է 169-րդ տեղը, նախկին ԽՍՀՄ մետրոպոլիտենների համակարգերում 14-րդ տեղը, իսկ Հարավային Կովկասում 3-րդ տեղը։ 1999 թվականից այն կրում է Կարեն Դեմիրճյանի անունը եւ ես հուսով եմ, ինչպես նախորդ անգամ մենք ասեցինք, որ շուտով կունենանք նաեւ Աջափնյակի եւ հետո նաեւ Դավթաշեն վարչական շրջանի կայանները, որտեղ ես ապրում եմ եւ կուզեմ օգտվեմ մեր մետրոպոլիտենից, ինչու ոչ։ Թող լինի։ Շարժվենք առաջ, սիրելի հեռուստադիտողներ, մարտի 7-ին նշվում է նաև հեռախոսի ծննդյան օրը։ Հաղորդակցության աշխարհը լիովին փոխած գյուտի հեղինակը Ալեքսանդր Բելն է։ 1876 թվականի այսօրը նա ստացավ արտոնագիր իր գյուտի համար, որը համարվեց հեղափոխական, քանի որ թույլ էր տալիս մարդկանց շփվել միմյանց հեռավորության վրա։ Այն պարզ սարք էր, որը բաղկացած էր խոսող խողովակից եւ լարով միացված խոսափողից։ Այս սարքով առաջին հեռախոսազանգը Բելը կատարել է մարտի 10-ին, զանգելով իր օգնական Վատսոնին եւ ասելով. «Պարոն Վատսոն, եկեք այստեղ, դուք ինձ պետք եք»։ Ամենակարևոր զանգը թերևս եւ ինձ թվում է զանգերը սկսել են հենց այդպեսին դառնալ գնալով, չնայած հասանելիությանը հեռախոսների, կարծես սկսել են զանգել այն ժամանակ, երբ մարդիկ մեզ պետք են կամ մենք ենք նրանց պետք։ Կամ չզանգել, այլ գրել, մեկ բառ։ Այո, գրելը ավելի մոդայիկ է։ Տարիների ընթացքում այս սարքի նախատիպով նոր ու ավելի ժամանակակից հեռախոսներ սկսեցին արտադրվել։ 1915 թվականին Bell System ընկերությունը ներկայացրեց առաջին կոճակներով սարքը։ 1963 թվականին ստեղծվեց առաջին բջջային հեռախոսը, որը սակայն շատ հեռու էր մերօրյա բջջայիններից։ Սա հսկայական էր եւ կշռում էր 7 կիլոգրամ։ Դու պատկերացնում ես, բջջային հեռախոսը կշռեր 7 կիլոգրամ։ Դու այն կվերցնեիր քեզ հետ օրինակ։ Անպայման։ Հա, ես չէի վերցնի իրականում։ Սակայն հայտնագործումը ճանապարհ հարթեց արդեն ժամանակակից հաղորդակցական տեխնոլոգիաների համար։ Հետո արդեն Նիկոլա Տեսլան 1893 թվականին հայտնագործեց առաջին անլար հեռախոսը ձայնը փոխանցելու համար օգտագործելով ռադիոալիքներ։ Մեզ ծանոթ բջջային հեռախոսների նախահայրը ստեղծվել է 1973 թվականին Մոտորոլա ընկերության կողմից։ Այն կշռում էր մոտ 2.5 կիլոգրամ եւ արժեր
$4,000։ Այսօր արդեն աշխարհում հաշվվում է ավելի քան 7-9 միլիարդ բջջային հեռախոս, ավելի քան մարդիկ են փաստացի։ Իսկ պատմության մեջ ամենաշատ վաճառված բջջային հեռախոսը Nokia 1100-ն է։ Դրանից 2003-2009 թվականներին վաճառվել է ավելի քան 250 միլիոն։ Ունեցել ես այդ Nokia-ներից։ Այո, կարծում եմ այն ժամանակ բոլորը ստիպված էին դա ունենալ։ Այսօր Զյանը նաև շատ հետաքրքիր այլ օր է, մի փոքր անկարգ, բայց հետաքրքիր։ Այսօր նաև մի փոքր անկարգ, ինչպես ասեցի, նշում է դասերից փախչելու օրը, երևույթն իհարկե խրախուսելի չէ, սակայն պետք է փաստենք, որ այն միշտ եղել է, կա եւ կլինի։ Այդ իսկ պատճառով մի խումբ մարդիկ որոշել են, որ տարվա մեջ մեկ օր այդ անկարգությունը կարելի է թույլատրելի դարձնել, որից հետո աշակերտների եւ ուսանողների մոտ գուցե ցանկություն էլ չառաջանա որևէ այլ օր դա կրկնել։ Իսկ օրվա համար ընտրվել է գարնան սկիզբը, քանի որ կազմակերպիչների կարծիքով բնության զարթոնքի հետ մարդիկ արևի շողերը, մաքուր օդը, ծառն ու ծաղիկները վայելելու ցանկություն են ունենում եւ դժվար են կենտրոնանում դասերի վրա։ Իհարկե նաեւ հորդորում են դասերից բացակայելը լրացնել ոչ թե անկարգություններ անելով, այլ օրինակ այգում զբոսնելով, գիրք կարդալով կամ թատրոն ու թանգարան գնալով։ Իդեպ լավ օրը եւ լավ առիթ է, որպեսզի եթե դասերից փախչում եք սիրելիներս, գնաք եւ ձեր մայրիկներին, քույրիկներին եւ տատիկներին նվերներ գնեք տարվա համար։ Գոնե նախապատրաստական լինի, չէ՞։ Շարունակենք տեղափոխվենք սպորտի աշխարհ եւ մեր 18-ամյա մարզիկը ճանաչվել է լավագույնը, սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն, երիտասարդների աշխարհի կրկնակի չեմպիոն Համլետ Մանուկյանը դարձել է Եվրոպայի 2025 թվականի լավագույն մարմնամարզիկը։ Համլետը հաղթող է ճանաչվել մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի կայքում անցկացված քվեարկության արդյունքում ստանալով ձայների 51%-ը, իրականում լավ արդյունք է սա։ Նրա օգտին քվեարկել է ավելի քան 1,30,000 մարդ, ինչպես նաև ես։ Ես եւ դու, այո։ Նշենք, որ լավագույնի կոչման արժանանալու համար Համլետ Մանուկյանի հետ մրցում էին ադրբեջանցի, պորտուգալացի, շվեյցարացի եւ բրիտանացի մարզիկներ։ Հիշեցնենք նաև, որ նախորդ տարի Փարիզում ընթացող սպորտային մարմնամարզության մրցաշարում Համլետը պատմական նվաճման էր հասել։ Նա կատարել էր նոր տարր, որն արդեն պաշտոնապես գրանցվել է միջազգային ֆեդերացիայի կողմից եւ կրում է Մանուկյան տար անունը։ Շնորհավորում ենք, հպարտանում ենք, իհարկե որ ունենք այդպիսի երիտասարդ, բայց այդպիսի ուժեղ, խիզախ, քաջ տղաներ։ Ընդհանրապես սիրում եմ մեր հաղթանակներով մեր եթերում կիսվել, մեր հեռուստադիտողի հետ եւ շարունակելով ասենք, որ հաղթանակ ունենք նաեւ մշակութային ոլորտում։ Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ մրցույթի ազգային փուլում հաղթող ճանաչված լուսերուն թիմը հաղթանակ է գրանցել նաեւ եվրոպական հարթակում։ 13 մասնակից երկրներից հաղթող են ճանաչվել միայն 5 երկրի մասնակիցների աշխատանքները, որոնց թվում է նաեւ Հայաստանը։ Իհարկե շնորհավորում ենք նրանց։ Աբովյան քաղաքը ներկայացնող լույսի սերունդ թիմը ներկայացրել է Գառնիի տաճարի վերաբերյալ ինտերակտիվ կրթական խաղ Վիկտորինա, որն ավելի վաղ հաղթող էր ճանաչվել ներհայաստանյան մրցույթում։ Հաղթողներն այս տարվա մայիսին կմեկնեն Ստրասբուրգ։ Նշենք, որ մրցույթն անցկացվում է 3-րդ անգամ, նախորդ 2 տարիներին նույնպես մեր երկիրը ներկայացնող թիմերը հաղթանակ էին գրանցել եվրոպական փուլում եւ մեկնել Ֆրանսիա ներկայացնելու իրենց աշխատանքները։ Բոլորին մենք կրկին մեկ անգամ շնորհավորելով ուզում ենք ասել, որ շատ կարևոր է, հպարտանում ենք, դուք շատ հաղթանակներ ունեցեք եւ մենք էլ ձեր մասին կպատմենք մեր առավոտյան գեղեցիկ եթերներում։ Այո, շատ հետաքրքիր օր է։ Հեռախոսի ծննդյան օրն է, վերցնել հեռախոսները, դասերից փախչել, գնալ սպորտի, հաղթանակներ գրանցել, որպեսզի ապագայում գրանցել հաղթանակներ կապ այլ մասին խոսենք, այո, մեր առավոտյան ծրագրում։ Այս պահին կարծում եմ իսկական ժամանակն է տեսահոլովակ դիտելու։ Յար, առանց քեզ այս ամեն ինչիս է պետք ասա, դե ասա։ Հազար տարվա կյանք թե ինձ տան, հազար ու մի պարկ թե ինձ տան, հազար կանաչար թե ինձ տան, անգամ անկին զար թե ինձ տան, աստղով ես տուն եկա, լուսնով եկա, մոտ եկա, չբացված արշալույսից շուտ եկա, կարոտից գժվելով ճամփան կա, երկար քո դուրն եկա ուր ես բար,
աշխարհն էլ թե ինձ տան Աստղով ես դու եկա լուսնով եկա մութ եկա չբացված արշալույսից շուտ եկա Կարոտից գժվելով ճամփա ընկա երկար Քո դուրն եկա ուր ես Բարև երկիր, մենք շարունակում ենք մեր ընթացքը եւ ուզում ասել, որ այսօր Հայաստանի պատմության թանգարանում անցկացվելու է պանելային քննարկում նվիրված կնոջ հագուստի պատմությանն ու ժամանակի ընթացքում դրա փոխարկերպումներին եւ այդ առիթով ունենք շատ հետաքրքիր հյուրեր։ Կամաց մոտենում ենք միամսյակին, սիրելի հեռուստադիտողներ։ Ազգագրագետ, դիզայներ, Սեմա հայկական հագուստի ապրանքանիշի հիմնադիր Վահե Քոթանյան, բարի լույս, Վահե, եւ Հայաստանի պատմության թանգարանի մասնաճյուղերի գծով փոխտնօրեն Արուսյակ Ղազարյան, ձեզ էլ բարի լույս, բարի գալուս մեր տաղավար։ Շնորհակալ եմ։ Ինչպե՞ս եք։ Ձեր տաղավարում հրաշալի։ Ընտիր։ Մի քանի ժամ է մնացել մինչև ձեր միջոցառումը կսկսվի։ Շնորհակալ ենք իսկապես ժամանակ տրամադրելու եւ հասցնելու համար։ Ինչպես եք տրամադրված այս պահին եւ արդեն ժամեր անց ինչ է սպասվում ձեզ մոտ եկողներին։ Տրամադրված ենք բնականաբար շատ այսպես մարտական, չնայած որ կանանց մեկամսյակն է մեկնարկում, այնուամենայնիվ կարծում եմ այն հետաքրքիր պանելային քննարկումը, որ նախաձեռնել է Հայաստանի պատմության թանգարանը, իսկապես գրավիչ է եւ հետաքրքիր է շատ շատերին, ոչ միայն կանանց եւ աղջիկներին, այլ նաեւ հակառակ սեռի, մեր հայրենակիցներին եւ իրականում այս պանելային քննարկումը նախաձեռնվել է հիմքում ունենալով Հայաստանի պատմության թանգարանի վերջերս վերաբացված մշտական ցուցադրության Հայաստանը 19-րդ դարում ժամանակահատվածը, որտեղ ի թիվս բազմաթիվ այլ նյութերի ներկայացված է նաև մեր ֆոնդից տարազային բացառիկ այսպես հավաքածու մի քանի շքեղ համալիր, որոնք ընդհանուր պատկերացում են տալիս Հայաստանում պատմազգագրական այդ ամբողջ շրջանի մասին, այնպես որ պանելային քննարկման մասնակից մեր այցելուները հնարավորություն կունենան նաև շրջելու եւ տեսնելու այդ բնօրինակ շքեղ տարազները։ Մեզ համար իրականում շատ կարեւոր է, որպեսզի նյութը, որ ներկայացված է թանգարանում, չմնա միայն թանգարանային կոնտեքստում, այլ դառնա ավելի կենթանի եւ դուրս գա հասարակություն եւ այս պանելային քննարկումը կամ թանգարանի կողմից իրականացվող այլ ձևաչափի միջոցառումները հենց այդ նպատակին են միտված։ Տարազների թեման կարծում եմ արդիական է, որ կանել այն վերջին տարիներին հատկապես այսպես տարբեր հարթակներում շոշափվում է, խոսվում է, այնուամենայնիվ մնում է արդիական եւ մեզ համար շատ կարեւոր է հասկանալ արդյոք ինչ դեր է ունեցել ավանդական հագուստ առհասարակ հայ կնոջ կյանքում եւ ինչպես դուք արդեն
արդեն ձեր խոսքում նշեցիք, ինչպիսի փոփոխություններ է կրել ժամանակի ընթացքում եւ արդյոք այդ տարազից կամ այդ համալիրից մեր օրեր, մեր կենցաղ, մեր առօրյա հասել է ինչ-որ մի բան եւ ինչքանով են այսօր մեր նորաձևության ոլորտի ներկայացուցիչները օգտվում այդ համալիրներից, այդ գիտելիքից եւ ինչքանով են դա վերածում կենցաղում, ինչքանով են կիրառում կենցաղում։ Շատ հետաքրքիր իրականում բան ասացիք, որքանով են ներկայումս օգտվում, բայց այստեղ հարցը թերևս Վահին էլ կհուզի, որտեղ շատ հաճախ է գրառումներ անում, ոչ միայն օգտվում, այլ նաև գրագետ օգտվում, չէ՞ որ օգտվել եւ գրագետ օգտվել ճիշտ ներկայացնելը տարբեր է, Վահե, այս մասով ինչ կասես։ Բավական հետաքրքիր թեմա է եւ պանելային քննարկման ժամանակ իհարկե մանրամասն կքննարկենք, որովհետեւ հրավիրված մասնագետները իրենց մասնագիտության մեջ լավագույն մասնագետներն են իհարկե, ովքեր որ կարևորում են ամենաառաջինը գրագիտությունը եւ դրանցով ճիշտ զբաղվելու այդ կոնտեքստը, հա, գտնել մի բան, որը պետք է լինի նորաձև, բայց լինի նաեւ էթնիկ դաշտում պահպանող եւ յուրահատուկ տարբերակով։ Այստեղ շատ յուրահատուկ է հատկապես տարազների վերաստեղծման փուլը, որովհետև այլ բան է, երբ որ մենք անում ենք նորաձևություն, որի մեջ պետք է օգտագործել էթնիկ ցուցիչներով ինչ-որ ժամանակակից հագուստ ստանալու համար, եւ այլ բան է, երբ որ լինում է տարազի վերաստեղծում, հա, բնօրինակ նմուշներից կրկնօրինակման տարբերակ կամ օրինակ ժամանակակից հագուստում դրա արտահայտման միջոցները։ Շատ հաճախ մենք ասում ենք, որ իհարկե նորաձևությունը ազատ է, որովհետև սահմանափակել չենք կարող մենք որևիցե ստեղծագործողի, բայց այստեղ մի բայց կա։ Երբ հասնում է խնդիրը նրան, որ գալիս ենք դեպի էթնիկ հագուստ, տարազ, ապա այստեղ դրվում է սահմանափակում։ Ինչու՞, որովհետև երբ մենք աշխատում ենք տեղային որոշակի տարազների, էթնիկ ցուցչային առանձնահատկություն ունեցող հագուստների հետ, հետեւաբար սրանք ազգային մշակույթ են եւ դրանց փոփոխման եւ նորաձևության մեջ ազատ կիրառման դեպքում, եթե դա չի արվում գրագետ, եթե չի արվում դա կոնցեպտուալ տեսանկյունից, հստակ գունաբաշխման տեսանկյունից, կոմպոզիցիոն եւ այլ լուծումներով, ապա այստեղ մենք ունենում ենք խնդիր, որովհետեւ էթնիկությունը պայմանավորվում է մի քանի կոմպոնենտներով։ Եթե այդ կոմպոնենտները չի բավարարվում, ապա այս դեպքում մենք ստանում ենք հագուստի ոչ լիարժեք տարբերակ եւ նորաձևությունը դառնում է ոչ այլ ինչ, այս դեպքում ոչ թե նորություն, այլ դառնում է աղավաղված հնի կիրառություն, հա։ Ես ուզում եմ խոսել նաև, որ նորաձևությունը ոչինչ երբեք չի համարվում նորույթ, որովհետև սա պտտվող անիվ է, հինը գալիս է սկիզբ, հետո նորից այսպես պտտվում է։ Հայկական նորաձևության հետ կապված մի հետաքրքիր պատում տարազի հետ կարող եմ ձեզ ներկայացնել, որը խոսում է կոնկրետ հայտնի Շամիրամ Խորասանյանի մասին, ով հայտնի առևտրական Խորասանյանների, այսպես ասած, կինն էր եւ Մամիկոյանների տոհմից էր սերում, երբ որ իր եղբորը ինչ-ինչ պայմաններում հեղափոխության հետ կապված ձերբակալել էին, մեկնում է Ռուսաստան եւ Մարիա Ֆեոդորովնայի մոտ խնդրելու, որ իր եղբորը ազատ արձակեն, գնում է Երևանյան հայտնի քաղաքային տարազով։ Ու Մարիան տեսնելով, ով հայտնի էր, որ ֆրանսիական նորաձևության եւ ամենաշքեղ, այսպես ասած, նորաձևության գրող հագուստներից մեկն էր կանանցից, կայսերական, տեսնելով այդ հագուստը խնդրում է, որ իրեն եւս ուղարկի այդ հագուստից։ Եվ այս պատմությունը մեզ պատմել է Ռեգինա Ղազարյանը, Եղիշե Չարենցի ձեռագրերի փրկողը, Շամիրամ Խորասանյանի թոռնուհին եղել։ Հետեւաբար մենք այս կարևոր հարցին անդրադարձել, ինչու, որովհետև նորաձևությունը դա միայն չի սահմանափակվում Ֆրանսիայով եւ եվրոպական որևիցե երկրով։ Հա, տեղային նորաձևություն եւս մենք ունեցել ենք։ Նույնը կհիշատակենք օրինակ Մադամ Շանտրի այցելությունը, հա, որը հայտնի ճանապարհորդ էր եւ գրող էր, ով իր հնագետ ամուսնու հետ պտտվում էր ամբողջ Կովկասում եւ լինելով ախալցխայում գրում է այնտեղի կանանց, հայ կանանց հագուստի նրբաճաշակությունը, ոսկու համադրությունը եւ շքեղությունը։ Տեսեք, Մադամ Շանտրի ամուսինը ֆրանսիացի էր, ինքը շվեյցարիացի, բայց հիացմունքը իրեն ուղղակի այդ փայլը, որ համադրվել էր, չէր կարողանում ոչ մի ձև կտրվել այդ մտքից, որ Կովկասում կա նմանատիպ չքնաղ տարազային համալիր, որը կարելի է տեսնել առօրյայում հագուստ որպես։ Գիտեին ինչ։ Հետաքրքիր է, որ հին ժամանակներում հայ կնոջ հագուստը, հա, ոչ միայն նորաձևությունն էր թելադրում, այլ նաև խորհրդանշական էր եւ ձևավորվում էր տարբեր պատմական, քաղաքական, հասարակական իրադարձությունների ֆոնին։ Հիմա հետաքրքիր է, երբ դիզայներները այդ տարազային դետալներ փորձում են ներմուծել մեր նորաձև հագուստներ,
ինչ միտում եւ ինչ հաղորդագրություն են ուզում դրանով փոխանցել, զուտ նորաձևություն, թե իսկապես մեր արմատներին, մշակույթին վերադարձ, հավատարիմ մնալ, սերնդեսերունդ փոխանցելու խնդիր ունենք նաեւ։ Եթե հարցին ձևված ես պատասխանեմ կամ Արեսյանը, որովհետև միասին նաև կանադառնանք, այո։ Ես իմ մասով անդառնամ, հա, նորաձևության հետ կապված եւ դրանց համակցումը տարազային դետալների, երկու խնդիր կա այստեղ։ Հատկապես վերջին տարիներին արդիականացումը շատ մեծ թափով ենք մենք տեսնում։ Ես ամեն անգամ նշում եմ, որ սրա միակ պատճառը պատերազմն էր, որովհետև գոյություն ունի պատերազմի հոգեբանություն։ Այսինքն, երբ պատերազմի մեջ գտնվող երկիրը իր, այսպես ասած, ապահովությունը զգում է սեփական արմատին կարճած լինելով։ Դա է պատճառը, որ մենք տուրք տվեցինք հայկական տարազային կտորների արտադրությանը, տարբեր հագուստների արտադրությանը, որտեղ կա որոշակի նմուշների կիրառություն զարդանախշերի, այսինքն սա ներքին հոգեբանություն է, ապահով զգալ ինքդ քեզ քո արմատի մեջ։ Սա մի տեսանկյունից։ Երկրորդ տեսանկյունից տարազային լուծումները բավական հետաքրքիր է, որ արվում են, որոշները կան, որ արվում են գրագետ, որոշները կան ուղղակի արվում են արվելու համար, որովհետև ես միշտ ճիշտ եմ համարում, եթե աշխատվում է այդ ամբողջ կոնցեպտը ստանալուց, պետք է աշխատեն տարբեր մասնագետներ, հա, միայն դիզայներ լինելով մենք չենք կարող, եթե խոսքը վերաբերվում է էթնիկ որևէ տարերի կիրառությանը, մենք չենք կարող միայն դիզայներ լինելով այդ ամենը անել։ Պետք է համակցված աշխատանք տանել մշակութաբանների, ազգագրագետների, տարազագետների, ավելի խորը ուղղվածության մասնագետների հետ, ովքեր ճիշտ կուղղորդեն, որովհետև այսօր համացանցային հարթակը բաց է, այնտեղ ամեն ինչ դրվում է տարբեր մարդկանց կողմից, այսինքն կարող ես դու մասնագետ չլինել, վերցնել մի նկար, գրել տակը հայկական տարած կամ հայկական զարդանախշ, հաջորդը որ եւս մասնագետ չէ, վերցնում է, կիրառում է ու սկսում է մի ամբողջական շարք թողարկել հագուստի։ Սա այն ամենավատ աղբյուրն է, որ կարելի է տարածել եւ սխալ թույլ տալ կապված նորաձևության հետ։ Հետեւաբար ճիշտ է համակցված եւ գրագետ աշխատանքը տարբեր մասնագետների հետ եւ ստանալ վերջնարդյունքում ճիշտ նորաձևության համար տար, որը կարելի է առօրյայում կիրառել։ Ինչու է սա միտված հատկապես հագուստի նորաձևության մեջ ներառել էթնիկությունը, որովհետեւ մենք գիտենք, որ տարազը իր բնօրինակ վիճակով այսօր կրել չենք կարող։ Փոփոխությունը բնակլիմայական պայմանների, տրանսպորտային փոփոխությունը եւ մի շարք այլ փոփոխություններ, որոնք նպաստում են հագուստի չկիրառելի լինելուն, հա։ Սա է պատճառը, որ տարազները այս պահին մենք չենք կարող հենց իրենցով կրել առօրյական որպես հագուստ։ Դրա համար փորձում ենք էթնիկության որոշակի ցուցիչներ ներդնել, ձևացկաբանական դա կլինի զարդանախշի կիրառության, թե ամբողջական կոմպլեկցիա, որը կհիշեցնի տարազ, բայց չի լինի տարած մի քանի կտորանի տարբերակի, հետաբար սա մեզ տանում է դեպի մեր արմատ, բայց իհարկե չի կարող պահպանել այնպես, ինչպես 19-րդ դարի հագուստներն էին, որտեղ մեր կեցութաձևը ամեն դեպքում փոփոխվել է եւ ժամանակակից աշխարհում ծանր այդ ամբողջական համալիրներով իհարկե մենք չենք կարող այսօր ապրել, աշխատել եւ իհարկե գնալ որևիցե տեղ, հա։ Թերևս այս ամենը խոսում է այն մասին, որ որքան էլ փոփոխությունների ենթարկվելով մենք սիրում ենք պահել մերը եւ հատկապես այսօրվա միջոցառումը կարծես հենց դրա մասին է։ Կուզեմ խոսել, թե ինչու շեշտադրումը դրվեց այս ամենի վրա եւ հատկապես որ գծերն են առանձնացվելու եւ ինչու հենց այս մասնագետներին որոշեցիք ընդգրկել այդ միջոցառման մեջ։ Ինչպես արդեն իմ խոսքի սկզբում նշեցի, թեման տարազների իսկապես արդիական է, չնայած այդ վերջին տարիներին, հա, այսպես ավելի մեծ միտումով եւ նորաձևություն է մտել եւ նաեւ կրկնօրինակման process է ընթանում, բայց միևնույն է շարունակում է մնալ արդիական եւ մենք արդեն ունենք վերաբացված ցուցասրաններ, որտեղ մարդիկ կարող են գալ, տեսնել բնօրինակ նմուշները, ոգեշնչվել այդ նմուշներով եւ ամենակարևորը, ինչպես Վահեն նշեց, ճիշտ եւ գրագետ օգտագործել յուրաքանչյուր զարդանախշ, յուրաքանչյուր դետալ, որովհետեւ հայկական ավանդական հագուստում, կնոջ հագուստում որևէ տար ու որևէ դետալ պարզապես դետալ չի եղել։ Դրանցից յուրաքանչյուրը ունեցել է կոնկրետ իմաստ, կոնկրետ խորհրդաբանություն եւ մեզ համար շատ կարեւոր է, որպեսզի եթե մենք այսօր նաեւ կիրառում ենք, իսկ մեզ համար շատ կարեւոր է որպես մեր ինքնության մի մասնիկ կիրառել գոնե այդ դետալները, եթե ոչ ամբողջությամբ տարազը հասկանալի է, ժամանակները փոխվել են, ամբողջությամբ կիրառել ամենօրյա հագուստում չենք կարող, բայց այն դետալները, որոնք օգտագործում են, դրանք եւս լինեն գրագետ եւ պահեն այն իմաստն ու խորհրդաբանությունը, որ կրել են դարեր շարունակ։ Այդ նպատակով մենք պանելային քննարկմանը հրավիրել ենք եւ ազգագրագետների, իրենց ոլորտում հայտնի մասնագետների եւ նաեւ նորաձևության ոլորտի մասնագետների, որոնք այսօր ինչ որ առումով նաեւ նորաձևություն են թելադրում,
որովհետեւ մենք կարողանանք այդ երկուստեք զրույցի ընթացքում հասկանալ ինչպիսի դեր է ունեցել առհասարակ հագուստը կնոջ կյանքում, ինչ խորհրդաբանություն է ունեցել, որ զարդը կամ որ դետալը ինչ նշանակություն է ունեցել եւ ինչքանով կարող է դիզայները օգտվել, փոխել, ձևափոխել այդ դետալները թե որպես արվեստագետ օրինակ կարող է օգտագործել այնպես ինչպես ինքն է ցանկանում։ Ես համար կարծում եմ այս հարցերը շատ կարևոր են, որպեսզի ի վերջո արդյունքում ստանանք փոխակերպում, բայց գրագետ փոխակերպում։ Ազատ է, ովքեր կարող են։ Ես եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ մեզ մոտ պանելային քննարկումը տեղի է ունենալու այսօր, արդեն ժամը 2-ին, մուտքը քննարկման ազատ է, այնպես որ սիրով սպասում ենք բոլորին, հավեցեք եւ դուք էլ կարողանաք Մեկ օր է լինելու միջոցառումը, միայն այսօր։ Միջոցառումը, այո, բայց ցուցադրությունը բնականաբար մշտական կա եւ կարող են յուրաքանչյուր պահի այցելել, դիտել եւ վայելել։ Լավագույն տարբերակն է գնալ քննարկման, որից հետո նաև Նման միջոցառումը, Անսեն ինչպես նաև Վահեն Facebook-ում շատ ակտիվ է, տարբեր խմբերում, այսա հայկական է, սա հայկական չէ, բոլորը կարծում են Վահեին արդեն այդ հարթակից գիտեն։ Նման միջոցառումներն էլ իհարկե խրախուսել են, բայց հետաքրքիր է, հատկապես վերջին շրջանում այստեղ պատերազմի հոգեբանություն արտահայտությունը ասած Վահեն, հատկապես վերջին տարիներին, երբ մեր հարևան պետությունների կողմից փորձում է անընդհատ յուրացվել եւ խեղաթյուրել մեր հայկական մշակույթը, զարդանախշերը, այդ բոլոր դետալները, այդ ժամանակ կարծես թե ավելի մենք արթնացանք եւ որոշեցինք, որպեսզի այսպիսի արշավներ անենք։ Բայց արդյոք այս ամենը բավարար է։ Կարիք կա ավելի մեծածավալ, ավելի հանրային այնպիսի միջոցառումների, որպեսզի այսպես թիրախավորված մենք էլ կարողանանք մեր պատասխանը տալ, որ ոչ ներողություն, բայց սա մերն է։ Մշակույթը պահելու եւ հանրայնացնելու կարիք բոլոր ժամանակներում ունենք։ Բոլոր ժամանակներում եւ պարզապես չի կարելի ուղղակի սահմանափակվել ինչ որ ժամանակահատվածով եւ ավելի հանգիստ լինել, որ այս հատվածում ես իմ գործը արեցի։ Ոչ, կարծում եմ մեզանից յուրաքանչյուրը եւ անձնապես եւ նաեւ կառույցների առումով ունենք մեր անելիքն ու ասելիքը այդ գործում։ Պատմության թանգարանում մշտապես եղել է եւ վերջին տարիներին հատկապես նաեւ ակտիվացել է հրատարակչական գործունեությունը։ Ես հատկապես ուզում եմ այս մասին խոսել, որովհետեւ այն բոլոր հետազոտությունները, որը արվում են մեր գիտական բաժինների կողմից, կլինի ազգագրության ուղղությամբ, հնագիտության եւ այլն, դրանք վերածվում են գրքերի, վերածվում են պատկերագրքերի, ինչը ավելի մնայուն է դարձնում այդ հետազոտությունների արդյունքները եւ դառնում է իսկապես դասագիրք այլ մասնագետների համար, ովքեր փորձում են ճիշտ եւ գրագետ տեղեկույթ գտնել։ Մենք այցելուներին հնարավորություն ենք տալիս ոչ միայն գալու ու տեսնելու, այլ նաեւ իրենց հետ ունենալու այդ հրատարակչությունը, այդ գրքերը, այդ դասագրքերը, որոնք ամբողջը փաստարկված են մեր մոտ վավերագրված, մեզ մոտ պահպանված նյութերից։ Պետք չի ինչ-որ մի բան հորինել, հա, եթե մեր հարևան պետությունները հորինում են, խեղաթյուրում են եւ այլն, մենք փաստացի այդ ամենը ունենք հազարամյակներ շարունակ պահել, հաստրել ենք միջև մեր օրեր եւ շատ կարեւոր ենք համարում նաեւ դրա հանրահռչակման բոլոր հնարավոր ձևերը օգտագործել, կլինի հրատարակչություն, կլինի նմանատիպ միջոցառումներ, ամենատարբեր այսպես ձևերը օգտագործելով հնարավորինս բոլոր լսարաններին հասցնելու մեր ասելիքը։ Վահեն, հետաքրքիր է, ունի այլ ավելի լայն ծրագրեր ու նախագծեր այս ուղղությամբ։ Հա, իրականում ես միշտ եմ դրա մեջ, այսպես ակտիվ քարոս եմ անում, ինչպես տեսնում են Facebook-ի եւ սոցցանցային այլ հարթակներում, չգիտեմ, դա ոչ միայն իմ մասնագիտությունը, այլ իմ ապրելակերպն է։ Ես այդպես եմ փաստում, որովհետեւ որպես մասնագիտություն եթե դիտարկենք, բավական բարդ մասնագիտություն է մեր օրերում, հա, բայց եթե դու չսիրես քո մասնագիտությունը, ես ասում եմ միշտ պետք է սեր լինի դրա մեջ։ Եթե դու սիրով չես մոտենում, ուղղակի աշխատանք ես անում, միևնույնն է չի ստացվելու։ Ես դա համ սիրում եմ, համ աշխատում եմ, դրա համար կարծում եմ դա իմ առօրյան է այս դեպքում եւ որևէ ձևով ես չեմ անում ինչ որ բան ցույց տալու համար, ամենակարևոր փաստը կարող եմ արձանագրել, ես անում եմ որպեսզի մեր բոլորի համար լավ լինի եւ իհարկե մեր մշակույթը փոխանցելիություն պետք է ունենա, որտեւ եթե մի սերունդ օրինակ չի վերցնում այն առաքելությունը, որ պետք է փոխանցի իր մշակույթը, կտրվում է այդտեղ։ Հա, հիշեք 1915 թվականը, որից հետո հայոց ցեղասպանությունը մեծ պատճառ այս դեպքում դարձավ հենց մեկը օրինակ տարազների ծիրուցան լինելու եւ տարազի
որպես կենցաղավարության մեջ կենսակերպում դրա կիրառությանը, որովհետև տարածվեցին, դուրս եկավ, տեղափոխվեցին, մարդիկ գաղթեցին եւ արդյունքում մենք ստացանք նաեւ ոչ միայն մարդկային զոհեր, այլ նաեւ մշակութային ցեղասպանություն։ Հետեւաբար սա մեծ ազդեցություն է մեր օրերում պահպանել եւ սերնդեսերունդ փոխանցել, որովհետեւ սերնդափոխությունը միշտ պետք է լինի, որովհետեւ մշակույթը ինչքան էլ որ հին է, նորություն է պետք, նոր մատուցման ձև, հա, որը պահպանում է արմատը եւ չի ձևախեղում հին տարբերակը այս դեպքում։ Իսկ ինչ վերաբերվում է առաջիկա ծրագրերի մասին, երևի մեր սիրելի թանգարանի, պատմության թանգարանի հետ կապված մի նոր մենք ձեռնարկ այսպես ունենք, հա, մտածված շատ հետաքրքիր մի թեմա, հայ կնոջ բնական շպարի գաղտնիքը, այսպես հետաքրքիր մի թեմա, ամսի 14-ն է լինելու, կհետևեն Facebook-յան իմ հարթակին եւ Հայաստանի պատմության թանգարանի հարթակին, որտեղ դրված կլինի միջոցառումը ժամով եւ մնացած մանրամասներով, որտեղ խոսվելու է հայ կնոջ բնական շպարի գաղտնիքի, դրանում կիրառվող նյութերի, թե ինչպես են հայ կանայք օրինակ այլ երկրներից զատ օգտագործել այնպիսի տարրեր, որոնք իրենց մահ չեն առաջացրել, բայց օրինակ դրան հակառակ եվրոպական շատ երկրներում օգտագործել են միջոցներ որպես գեղեցկության միջոց զոհաբերելով իրենց, որովհետև իրենք օգտագործում էին ոչ բնական թունավոր նյութեր եւ այլն։ Այստեղ շատ հետաքրքիր հակադրություն է լինելու։ Ես փակագծեր եւ շակերտները չբացեմ, որովհետեւ ավելի հետաքրքիր լինի եւ կանանց եւ տղամարդկանց շատ հետաքրքրելու այս թեման, որովհետեւ փոխհամատական կերպով այս ամեն ինչը մատուցվելու Հայաստան եւ հարակից երկրներ, որպեսզի հասկանանք տարբերությունը, թե ինչ են օգտագործել եւ ինչ միջոցներ, ինչքան գիտակ են եղել եւ այսօրվա այն տրենդները մաշկի խնամքի եւ այլն հետ կապված որ կա, դրանք դորություն չեն, դրանք հնի ծաղկում են պարզապես։ Ինչպես ասում են, յուրաքանչյուր նոր բան դա լավագույն մոռացվածինն է, հատկապես հայի դեպքում, երբ ուսումնասիրում ենք մեր թեյերի բաղադրությունը, որոնք երկարակեցություն են ապահովել, մաշկի խնամք են ապահովել եւ շատ հետաքրքիր թեմա եւ թերևս այս շարքը կարող է լինել շարունակական, որովհետեւ մենք ունենալով նմանատիպ գանձեր, հա, մեր արդեն պատմության մեջ ամեն առումով մաշկի խնամքի արտակնի մշակույթի մեզ մնում է այս սերնդին մնում է պահպանել դուք ձեր տեղում ձեր գործը անելով եւ մենք էլ իմ գործընկերու հետ այդ մասին խոսելով մարդկանց տեղեկացնելով եւ ասելով որ դուք էլ կարող եք դառնալ մեր մշակույթի պահպանման մի մասնիկը։ Այո։ Ես ուզում եի նաև հավելել, որ կանանց մեկամսյակի շրջանակում պատմության թանգարանը չի սահմանափակվելու միայն մեր այսօրվա զրույցի թեմա դարձած պանելային քննարկմամբ, այլ ինչպես արդեն Վահեն նշեց, հենց այդ նույն մեկամսյակի շրջանակում մենք կունենանք դասախոսություն եւ ոչ միայն նախատեսում է նմանատիպ պանելային քննարկում նաև մայրության եւ գեղեցկության տոնը եւ փորձեմ երևի թե ճակերտները բացել եւ ասել, որ մեր այցելուների համար նաև անակնկալ ենք պատրաստել այս մեկամսյակի շրջանակում եւ համագործակցելով Մարաշլյան ֆոտոատելյեի հետ առաջիկա մեկ ամսվա ընթացքում մեր այցելուները հնարավորություն կունենան նաեւ հենց պատմության թանգարանում մշտական ցուցադրությունը դիտելու, շրջելու, տարազները այսպես գեղագիտորեն վայելելուց հետո փորձել նաեւ այդ տարազների կրկնօրինակները լուսանկարվել եւ ունենալ նմուշների կրկնօրինակները, այո, եւ լուսանկարվել ու ունենալ ամեն օր լինելու այդ հնարավորությունը։ Մեկ ամսյակի ընթացքում, այո, բոլոր աշխատանքային օրերին ունենալու ենք այդ հնարավորությունը։ Շատ շուտով դեռ տարածված չէր այդ տեղեկույթը, բայց որոշեցինք, որ ձեր տաղավարում կարող ենք այս մասին խոսել, առաջիկայում նաև հայտարարությունը կլինի մեր պաշտոնական կայքեջում եւ սոցցանցային հարթակներում, այնպես որ կարծում եմ եւս մեկ լավ հնարավորություն ու առիթ հաղորդակցվելու տարածքային մեր հեռուստադիտողներին, այո, ինչու ոչ, մենք յուրաքանչյուրս պատմության մի մաս ենք կազմում, այսօր էլ կարող ենք գնալ, դառնալ վառ վկայություն եւ այդ տարազներով ունենալ գրագետ, տարազներով գրագետ լուսանկարներ ստեղծել սեփական պատմությունը, այո։ Շնորհակալություն Ձեզ եւ շնորհակալություն եւ սիրով հրավիրում ենք ձեզ այսօր մեր հետ միանալու քննարկմանը, վստահ եմ ձեր հարցերը շատ են լինելու, դրանց մի մասը արդեն կարող եք մեր պանելային քննարկման ընթացքում եւ հղել մեր բանախոսներին։ Շնորհակալ ենք հրավերի համար եւ հետաքրքիր զրույցի համար։ Այո, ինչ պանելային քննարկման մասին է խոսք, սիրելի հեռուստադիտողներ, այսօր Հայաստանի պատմության թանգարանում ժամը 14:00-ին Ճիշտ եմ ասում, անցկացվելու է պանելային քննարկում նվիրված կնոջ հագուստի պատմությանն ու ժամանակի ընթացքում դրա փոխակերպումներին։ Իսկ մենք բարև երկիրն ենք, շարունակում ենք մեր ընթացքը։
Բարև երկիրը շարունակում է իր ընթացքը, սիրելի հեռուստադիտողներ, ասում են տղամարդու սիրտը տանող ճանապարհն անցնում է ստամոքսով, դու համաձայն ես։ Չգիտեմ ճիշտն ասած, իսկ բնույթները տարբեր են, բայց որ ասում են մի բան գիտեմ իրեն։ Իսկ կնոջ սիրտը ըստ քեզ Նայած ճանապարհը։ Ընդհանրապես վերաբերմունքն է, բայց նայած կին։ Գուցե եւ նաեւ ստամոքս տանող ճանապարհով։ Այո, պարզապես պետք չէ ստամոքսը այսպես շատ կոպտորեն ներկայացնել, օրինակ գեղեցիկ մատուցված ուտեստը, հատկապես երբ սիրելի տղամարդն է մատուցում գեղեցիկ երաժշտության, գինու եւ մոմերի ներքո։ Գալիս ենք վերաբերմունքին։ Գալիս ենք այո վերաբերմունքին, որտեղ իհարկե իր տեղն ունի նաեւ համեղ ուտեստը։ Ինչի մասին է խոսքը այս պահին Dream Park-ի շեֆ խոհարարին ենք մեր եթերը տրամադրելու, որպեսզի նա հենց մեր եթերի համար սիրով մի գեղեցիկ ու համեղ ուտեստ պատրաստի։ Բարի օր սիրելի հեռուստադիտող, այսօր Dream Park-ում պատրաստելու ենք գառը պնդուկով, այսինքն գառան չալաղաշները պնդուկի սոուսով։ Ինչ է պետք դրա համար։ Գառի միս, պնդուկի սոուս, թարմ շամպինյոն, թարմ սպանախ եւ սերուցք։ Սկսենք։ Բարև երկիրը շարունակում է իր ընթացքը եւ ուզում ենք ասել, որ յուրաքանչյուր պետության հիմքում երիտասարդության ներուժն է, քանի որ հենց նրանք են շարժիչ ուժը։ Ինչու այս մասին հիշեցինք, քանի որ այսօր անցկացվելու է հզոր համայնք միջմարզային 5-րդ կրթական միջոցառումը, որն ավանդաբար համախմբում է Հայաստանի մարզերի եւ մարզերի երիտասարդների եւ տարբեր ոլորտների լավագույն մասնագետներին եւ գործարարներին, ինչի առթիվ մենք ունենք շատ հետաքրքիր հյուրեր։ Այո, այս թեմայի շուրջ կզրուցենք հզոր միտք հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգողներ Տոնա Պապիկյանի եւ Ստելլա Ավետիքյանի հետ, արդեն որերորդ անգամ ձեզ բարի գալուստ եմ ասում մեր տաղավար, բարի լույս։ Բարի լույս, նորից շնորհակալ ենք շատ, այո, հյուրընկալության համար եւ ուրախ ենք եւս մեկ անգամ այս միջոցառման մասին ձեր տաղավարից պատմելու։ Ժամանակ է մեր հաղորդումը ձեր կողքին է, ամփոփում ենք ամեն ընթացիկ միջոցառում եւ ժամանակն է խոսելու արդեն 5-րդ կրթական, միջոցառման մասին։ Եթե այսպես շարունակական է այս միջոցառումը, նշանակում է բոլոր նախորդները հաջողել են եւ դուք այսպես խրոխտ եւ համարձակ քայլերով գնում եք առաջ։ Խնդրում եմ պատմեք 5-րդից, քանի մասնակից ունենք եւ առհասարակ համեմատություններ տանենք նաեւ նախորդ տարիներին, չէ՞։ Այո, ոնց նշեցինք, այո, արդեն 5-րդ տարին է, ամեն տարի կազմակերպում ենք հզոր համայնք խորագրով միջոցառումը, որը համախմբում է բոլոր մարզերից, Հայաստանի բոլոր մարզերից ջավախքից երիտասարդների, այս տարի շուրջ արդեն 700, անցած տարի ունեցել ենք շուրջ 780, այս տարի եւս մոտ այդքան են երիտասարդները, եւ ինչ ենք անում, այդ օրը երիտասարդներին համախմբում ենք մեկ հարթակում, որտեղ եւ ունենում ենք բանախոսություններ եւ ծանոթություններ, network ժամ, որտեղ ծանոթանում են տարբեր մասնագետների հետ եւ այդ օրը բացի երիտասարդներից ունենում ենք նաեւ խոսնակներ եւ գործարարներ, մասնագետներ, շուրջ 100 գործարար մասնագետ ենք ունենում այդ օրը, որտեղ իրենք ոչ միայն իրենց փորձով են կիսվում, այլ նաեւ փորձում են երիտասարդներին եւ մասնագիտական ուղղվածությամբ աջակցել, կողմնորոշել, եւ նաեւ ինչու ոչ համագործակցություններ գտնել։ Եվ ինչպես ասում են, յուրաքանչյուր գործի շարունակականության եւ հաջողության երաշխիքը չէ արդյունքն է։ Խնդրում եմ ասեք, քանի որ այս տարվանը դեռ նոր է սկսվելու, այսօր է սկսվելու, ամփոփենք նախորդ տարվանը, ինչ արդյունքներ ունենք, քանի երիտասարդ վերջապես իր ուղին գտավ, ում հետ շփվեց եւ ինչ մասնագիտություն ձեռք բերեց։ Նախ նշեմ, որ մենք 19 թվականից աշխատում ենք մարզաբնակ երիտասարդների հետ, իրենց համար տարբեր կրթական ծրագրեր ենք իրականացնում, ճամբարներ, արշավներ, այսպիսի մեծ միջոցառումներ, նաև խրախուսում ենք, որ իրենք իրենց համայնքներում միջոցառումներ կազմակերպեն եւ
այս հզոր համայնքն էլ ծնվել է մեր այցերի շնորհիվ, ամեն շաբաթ Կիրակի մենք գնում ենք որևէ համայնք, երիտասարդների հետ ունենում ենք հանդիպումներ, ունենում ենք իրենց համար սեմինարներ, որից ոգևորված իրենք արդեն սկսում են համայնքում ծրագրեր իրականացնել։ Առաջին հզոր համայնքը մեկնարկվել է հենց այս երիտասարդներին համախմբելու մտքով եւ արդեն քանի որ ֆորմատը սիրվեց, շարունակական դարձավ։ Իսկ ֆորմատը սիրվելուն զուգահեռ նաեւ ինչպես նշեցիք, արդյունքներ ունենք։ Արդյունքները ավելի շատ տարածվում են երիտասարդների մտածողության փոփոխության, երիտասարդների մոտ համագործակցությունների ստեղծման, երիտասարդ գործար համագործակցության ստեղծման շուրջ եւ այս կետերը տեսնելով հասկանում ենք, որ մեզ սպասում են, միջոցառմանը սպասում ենք եւ արդեն 5-րդ տարին է, որ իրականացնում ենք, այսօր տեղի կունենա եւս մեկ անգամ միջոցառումը, վստահ ենք շատ ուժեղ կանցնի, որովհետեւ մարզերից երիտասարդները շատ անհամբերությամբ են սպասել եւ գալիս են այստեղ թե կապեր տանելու, թե գիտելիք տանելու։ Կասեք աղջիկներ, քանի որ դուք էլ երկուսդ հիմքից եք, հա, այս միջոցառման հետ, արդեն նայում եք կողքից նոր մասնակիցներին, հին մասնակիցներին, ինչ եք նկատում փորձի փոխանակման առումով։ Մարդիկ այս կարելի ասել միջոցը օգտագործում են, որպեսզի նոր կապեր ձեռք բերեն իրենց հաջողությունների համար, այդ առաջինը, երկրորդը դուք ինքներդ այսքան տարի տարբեր տեսակի երիտասարդների եւ տարբեր ոլորտի մասնագետների հետ շփվելով, ինչ նոր հաջողություններ եք հասցրել գրանցել։ Մեր ծրագրերը իրականում այս նաև կապերի շնորհիվ մեծանում են, դա որպես մի փոքրիկ նաև հաջողություն կարող են գրանցել, բայց անդրադառնալով հենց միջոցառման մասնակիցների ձեռք բերածին, այո, ամեն տարի նայելով միջոցառմանը, ավարտին արդեն ամփոփելով արդյունքները, նկատում ենք, որ հաջորդ տարի կարող է նույն երեխան գա, բայց արդեն այլ նպատակով։ Օրինակ, եթե այդ օրվա ընթացքում դե բնականաբար չի ստացվում 100-ի հետ էլ ծանոթանալ եւ 100-ի հետ էլ կապ ստեղծել, հաջորդ տարի կարող է ինքը գա արդեն այլ նպատակով, թիրախով, որ ես այս բաները պիտի անեմ եւ այլ պահանջներով է ինչ որ այո, եւ մենք ունենք երեխաներ, ովքեր որ հենց չեքլիստով էլ գալիս են, որ ես այս մարդուց սա պետք է հարցնեմ, որովհետեւ դա իմ ոլորտի, դա իմ մասնագիտության հետ կապված է, կամ այս համագործակցությունը ուզում եմ ունենալ եւ այլն, այսինքն այդ արդյունքները տարին տարի վրա շատանում է ու ավելի զգացնել է տալիս, որ երիտասարդները իրոք փոխվում են ամեն տարի։ Իսկ հաջողության պատմություններ ունեք, որոնք կան արդեն ուզում եք կիսվել։ Այո, օրինակ ունեցել ենք դեպք, որ միջոցառման օրը համագործակցություն է հենց եղել գործարարի եւ մասնակցի միջև, պատմել է ոնց իր գործունեության մասին պատմել է երիտասարդը ու գործարարը աջակցել է ու ինքը հիմնել է փոքրիկ տպարան իր գյուղում։ Այսպեսի փոքրիկ ինչ-որ դեպքեր փոքրիկ դեպքեր, որոնք մեծ պատմություն են կերտում։ Կամ իր երիտասարդական կենտրոնի համար ինչ-որ գույք է ձեռք բերել, ինչ-որ մի փոքրիկ աջակցություն թեկուզ նրա համար ինչ որ ինքը ուզում անի համայնքում։ Նրանք ասում են փոքրիկ դեպքեր, բայց դրանք բեկումնային մեծ իրադարձություններ են հատկապես գյուղում եւ մարզերում ապրող երիտասարդների համար։ Իսկ հետաքրքիր է, այս տարի կան նոր մասնագետներ, նոր մասնագիտություն կրող մարդիկ, որոնք իրենց փորձով ուզում են կիսվել։ Իհարկե, ամեն տարի ընդլայնվում են մեր հյուրերի, թե ցանկը, թե մասնակիցներն են նորեր լինում, թե հյուրերն ու խոսնակներից են ունենում նորություններ, թեմաները ընտրում ենք նախապես բնականաբար, բայց փորձում ենք նաև հյուրերի տեսանկյունից մաքսիմալ այնպես անել, որ տարբեր ոլորտներից լինեն, որովհետև երիտասարդներն էլ շատ պահանջներ ունեն, ինչպես նշեցիք այդ ուղղությամբ, տեսնում են հյուրերի ցանկը, մենք մեր միջոցառման իվենթում ներկայացնում ենք հյուրերին, տեսնում են, օրինակ ֆիզիկոս չկա, գիտնական չկա, ասում են, բայց ես ֆիզիկայով հետաքրքրված եմ, խնդրեմ այդ ուղղությամբ նաև հյուր կհրավիրեք, մենք էլ հոժարական գտնում ենք գաղափարակից այսպիսի մարդիկ ու ներգրավում։ Իհարկե մենք էլ մեր հերթին փորձում ենք այն խնդիրները, որոնք որ տեսնում ենք երկրում, օրինակ որ գիտության ոլորտում ունենք խնդիրներ, երեխաները չեն ուզում ուսուցիչ դառնալ,
ինչքան էլ ցավալի է, կամ ռազմական գործ գնում են այն մարդիկ, ովքեր որպես վերջին պլան այդպես դիտարկում են։ Հիմա մենք փորձում ենք այս ոլորտները կարևորելով նաև իրենց դերը բարձրացնել։ Դրա համար ոչ միայն ժամանակին համընթաց, այլ նաև որպեսզի կարիքից մահանան այն մասնագիտությունները, որոնք այսօր քիչ թե շատ այո մոռացվում են։ Ձեր մոտեցումը կարևոր է, որ դուք գնահատում եք իրավիճակը, փորձում փոխել իրականությունը, բայց այդուամենայնիվ երիտասարդների, երեխաների պահանջը ինչ մասնագիտությունների հանդեպ է, այսինքն ինչն է նրանց հետաքրքրում, որքան էլ դուք աջակցեք նման մասնագիտություններին ընթരാճ գնալու։ Ցավոք սրտի այդ մասնագիտությունները չէ, ինչու եմ ասում ցավոք սրտի, որովհետև շատ, այսպես ասած, մոդայի հետևից են ընկնում երիտասարդները, լսելով, որ ավելի օրինակ լավ է այս մասնագիտությամբ գնալը, բայց գուցե պահանջարկ չկա այդ մասնագիտության մեջ։ Մենք այս այնքան ունակություններ կամ այո, կամ ինքը ճիշտ գնահատել իր բնույթին համապատասխան մասնագիտություն չի, այսպես ասած, բայց գնում է այդ մասնագիտությամբ, որովհետև իրան թվում է, թե դա պահանջարկ ունի։ Մենք նույնիսկ այս խնդրին անդրադառնալով ունենք ծրագիր, Բեկման օր է կոչվում, որի շրջանակներում փորձում ենք երիտասարդներին ծանոթացնել այն մասնագիտության հետ, որ ինքը ուզում է դառնալ։ Օրինակ, եթե ուզում է դառնալ իրավաբան, մենք տանում ենք իրեն իրավաբանական գրասենյակ, ամբողջ օրը անցկացնում է իրավաբանի հետ, հարցեր է ուղղում, այսպես ասած կողքից նայում է, թե ինքը 10 տարի հետո ոնց է լինելու կողմնորոշման։ Այո, եւ այդ օրվանից է սկսում արդեն կողմնորոշվել, ես ուզում եմ դառնալ այդ մասնակետը, թե դա իմը չի, որովհետև շատ ուսանողներ հիմա ունենք, որ օրինակ ուսանողի տանել բնակվում են, գալիս են ու կեսից արդեն հասկանում են, որ բայ չէ, սխալ ընտրություն եմ կատարել, սա իմ բնույթին, սա իմ էությանը համապատասխան մասնագիտություն չի, ես ավելավա չգիտեմ, գիտությամբ գնայի կամ այլ ոլորտով գնայի ու փոխում են իրենց մասնագիտությունը։ Ու մենք հիմա փորձում ենք նեցանենք, որ մինչև հասնելը համասարան իրենք այդ խնդիրը Երանի մեր ժամանակից չէ նման ծրագրեր։ Ինչքան հիմա պարզեցված, ավելի հանրամատչելի, օգնող ծրագրեր կան այո երիտասարդների համար, որովհետև այս բարդ աշխարհում իսկապես շատ դժվար է կողմնորոշվել այդ ձեր ասած մոդայիկ մասնագիտությունները ամեն օր սնկի նման մի նոր աճում է եւ երեխաները կարելի դեռ այդպես ասել, որովհետև այդ 16-17 տարեկան, հա, դեռ պատկերացում չունեն ինչով են ուզում զբաղվել ապագայում։ Հետո մյուս կողմից էլ շատ ծրագրեր կան ու կառույցներ, ովքեր որ աշխատում են երիտասարդների վրա, որպեսզի իրենց խելացին հավաքեն, այսպես ասած, օրինակ երկրից դուրս հանելու համար ու պահում եք։ Այո, այո։ Ու այս ուղղությամբ էլ թրենդային մասնագիտություններն են ավելի շատ ռոպագանդում, դուրս գնալն են ռոպագանդում։ Հիմա մենք փորձում ենք դրան մի փոքր ոնց որ այլ ուղղությամբ մոտենալ, երիտասարդներին այլ ուղղություններ ցույց տալ։ Բայց հետաքրքիր է, 4-ս էլ փաստենք, որ թրենդային մասնագիտություններ ընտրողները մնում են Հայաստանում, վլոգերներ, բոլորին ողջունում եմ, ընկերներ ունեմ նրանց շարքերում, բայց օրինակ ֆիզիկոսներ, քիմիկներ կարծես թե դուրս են գնում, որովհետև իրենց ասելով այնտեղ գնահատվում են։ Շատ ցավալի իրականություն եւ հուսով եմ ձեր նախաձեռնությունների նման նախաձեռնությունները պատճառ կդառնան, որ մեր երկրում քիմիկները, ֆիզիկները, բժիշկները ու նման կարևոր մասնագիտության մարդիկ ավելի գնահատված լինեն։ Այս բային դրա վրա եւս փորձում ենք աշխատել։ Տենդենսիան այնպեսին է, որ նաև գիտնականների համար է հնարավորություններ մեծանում, իրենք էլ են փորձում իրար մեջ հնարավորություններ կիսվել, ու այդ ուղղությամբ էլ ունենք նախագիծ գիտական միտափեր կոչվում, որ ամեն ամիս հավաքում ենք տարբեր ոլորտներից գիտնականներ միմյանց հետ կապելու, ծանոթացնելու ու ցույց տալու, որ տարբեր ուղղություններով համագործակցելով իրենք էլ կարող են Հայաստանում մնալ, հաջողել, որովհետև նաև կան օրինակներ։ Իսկ հետաքրքիր է, քանի որ տարբեր տեղերից են, հա, երիտասարդները գալի, Ջավախից, Հայաստանի տարբեր մարզերից, կասեք բնութային տարբերություն կա մասնագիտական առումով եւս, քանի որ մասնագիտությունը դա որոշակի մարդու բնույթից է բխում։ Հետաքրքիր է, եթե որոշակի մոնիտորինգ հասցրել եք անել, կա բնութային տարբերություն ըստ մարզի կամ ըստ այն տեղի, որտեղ ընդհանրապես մարդը մեծացել է կամ ապրում է։ Երևի ավելի շատ կա այնպիսի համայնք տարբերությունը նրանից է կախված, թե որտեղ ով է աշխատել, այսպես ասած։ Մարզեր կան, որտեղ որոշակի բնույթի կառույցներ են աշխատել, մարզեր կան, որտեղ շատ քիչ են ծրագրեր իրականացվել ու ըստ այս ֆակտորների արդեն ազդեցություն տեսնում ենք, որտեղ են ավելի շատ թրենդային ուղղությամբ գնում, որտեղ են գնում ծնողների այսպես ընտրածով, որտեղ են գնում գյուղատնտեսությամբ օրինակ շատ քիչ տեղերում, ցավոք, բայց
կան երիտասարդներ, ովքեր ընտրում են գյուղատնտեսությունը, ելի դիտարկելով, որ ինքը կարող է դառնալ շահութաբեր։ Facebook-ում նկատելի է, որ գյուղատնտեսությունը, գինեգործությունը երիտասարդների համար եւս դուք էլ կամացայինեք հետաքրքիր ճյուղ է դարձել։ Շատ հեռանկարային, այո։ Չէ։ Դա էլ ենք փորձում պրոպագանդել, որովհետև որպեսզի երիտասարդը մնա գյուղում, այո, պետք է աշխատանք, իսկ գյուղատնտեսությունը լավագույն ոլորտներից է այդ ուղղությամբ աշխատելու, հատկապես հիմիկվա, քանի որ տարբեր ուղղություններ կան խելացի գյուղատնտեսությամբ, այո, զբաղվելու։ Եվ սիրելի ընկերներ, խնդրում եմ ասեք ձեզ դիմելու կարգը, գուցե հեռուստադիտողների մեջ լինեն ուսանողներ, որոնք չեն լսել երբևէ ձեր մասին, բայց հետաքրքրված են։ Հզոր համայնքին դիմելու մասին։ Այո, հա։ Հզոր համայնքին մասնակցելու համար պետք է լրացնել հայտադիմումը, որը հենց հզոր համայնքի էջում կցված է։ Հայտադիմը լրացնելուց հետո արդեն մեր թիմակիցները կապի են դուրս գալիս ու կախված արդեն թե որտեղից է մասնակիցը, արդեն կազմակերպում ենք իր գալը։ Իսկ ունեք ավելացնելու որևէ բան։ Միայն կասենք, որ հզոր միտքը, քանի որ աշխատում է երիտասարդների հետ, ուրախ կլինենք այն մարդիկ, ովքեր որ հետաքրքրված են ուժեղ սերունդ ունենալու գործում, միասին աշխատենք այս երիտասարդների հետ, ել ավելի ուժեղացնենք ու մեր ապագան կարողանանք լավ կերտել։ եւ մի այսպիսի հարց վերջում, ամենապասիվ եւ ակտիվ մարզը ո՞րն է դիմելիության առումով։ Հզոր համայնքի ամենաակտիվ մարզը Գեղարքունիքն է։ Շատ ակտիվ են իրենք։ Որ պատկերացնեք, ներես, այս բան շուրջ 700 երիտասարդներ կան, ովքեր այսօր գալու են, շուրջ 150-ը հենց Գեղարքունիքից են։ Այո, բավականին շատ է։ Պասիվը։ Պասիվ չի ասի, որ պասիվ են, մնացածը ավելի համեմատությամբ ավելի sense բանով գնում են, բայց լորի մի փոքր ավելի քիչ են ուզում իրենց բնությունը թողնեն կամ։ Այրենց մոտ լավ է։ Այո։ Կախված է նաև թե որտեղ ենք մենք եղել հզոր մտքով, որտեղ որ եղել ենք ավելի շատ, Վայոց ձոր, Գեղարքունիք, Տավուշ, Շիրակ, Արագածոտ, այդ կողմերից ավելի շատ են երիտասարդներ գալիս, մասնակցում, ավելի հետաքրքրված են, որտեղ ավելի քիչ են եղել, Կարարատար, Մավիր կամ Լորի։ Կողեք այդ սխալը։ Դուք էլ բացողումը հաջորդ տարի որ կան ձեր մոտ, կասենք որ լորին ավելի շատ լավ։ Շնորհակալություն ձեզ մեզ մոտ հյուրընկալվելու եւ այն լավ աշխատանքի համար, որ անում եք։ շնորհակալ շատ։ Սիրով հիշեցնենք, որ մեր հյուրերը Հզոր միտք հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգողներ Սոնա Պապիկյանը եւ Ստելա Ավետիքյանն էին։ Մենք շարունակում ենք մեր ընթացքը։ Դե ինչ սիրելի հեռուստադիտող, շնորհակալ ենք, որ ձեր շաբաթ օրվա առավոտը անցկացրիք մեզ հետ եւ հուսով ենք, որ դուք եւս այս գարնանային տրամադրությամբ սպասվում եք վաղվան, չէ՞ որ վաղը մարտի 8-ն է եւ կան շատ նվերներ ու շնորհավորանքներ տալու եւ փոխանցելու։ Իսկ մինչ կստանանք եւ կփոխանցեք այդ նվերները, հիշենք, որ մեզ շատ գեղեցիկ նվերներ են միշտ անում մեր գործընկերները, իսկ նրանք են Տունդեպո խանութ սրահը, Dream Park հանգստյան գոտին եւ իհարկե Աջափնյակ բժշկական կենտրոնը։ Սա բարև երկիրն էր, մենք կհանդիպենք վաղը արդեն շատ գունեղ ու տոնական տրամադրությամբ, դուք առողջ եղեք, խաղաղ եղեք եւ շատ երջանիկ եղեք, կհանդիպենք վաղը։ Մինչ վաղը։ Thank you.